Պարոն Ալեքսանյան, դուք որպես Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ տեղյակ եք աղբյուրի անցակետում ինչ է տեղի ունենում։ Մամուլում հրապարակումներ կային, որ ռուս սահմանապանները դուրս են գալիս, հայ սահմանապաններն են շարունակել ծառայություն իրականացնել, հայկական դրոշ է տեղադրվել, ինչ նորություն կարող եք ասել։ Այս պայդրությամբ պաշտոնական տեղեկատվություն այդ առումով չկա, անհրաժեշտության պարագայում միանշանակ կլինի, բայց դուք նաև գիտեք, որ մենք Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով փորձում ենք այնպես անել, որ մենք ինքներս կատանենք մեր սահմանային հսկողությունը եւ աստիճանաբար գնում ենք նրան, որ մեր ամբողջ սահմանային հսկողությունը մենք իրականացնենք, բնականաբար շնորհակալ լինելով այդ թվում եւ Ռուսաստանի համապատասխան ծառայություններին, որոնք կատարել են այդ ծառայությունը, ամեն ինչ սկսվեց Զվարթնոց օդանավակայանի սահմանային հսկողությունից։ Որտեղ եք հասել, որ Զվարթնոցից սկսել։ Դե գիտեք, որ Իրանի հետ սահմանին մեծ գործընթաց տեղի ունեցավ, հիմա էլ աշխատանքները բնականաբար շարունակվում են եւ մենք գնալով մեծացնում ու զարգացնում ենք մեր կարողությունները։ Որ հայ-թուրքական սահմանից դուրս գան կամ նշած այդ հատվածից։ Չեմ կարող ասել կոնկրետ այդ հատվածում նման գործընթաց կա թե ոչ, բայց դրա մասին անպայման համապատասխան հաղորդագրություն կլինի։ Կարող եմ ասել, որ մենք միանշանակորեն գործընթաց ապա ինչի մասին պետք է հաղորդագրություն լինի, ուրեմն մի բան կա, որ հաղորդագրություն պետք է լինի։ Պարոն Կիրակոսյան, մեր ընդհանուր մեծ տեսլականը որպես ցանկացած պետության տեսլականը բնականաբար նաև որ իր սահմանի ամբողջությամբ իր սահմանի հսկողությունը, մաքսակետերի հսկողությունը ինքն անձամբ իրականացնի եւ մենք էլ այդ առումով բացառություն չենք ու մենք էլ ունենք նման նկրտումներ։ Հիմա ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ուրեն հասը ձեռքից տակ այս պայդրությամբ ձեր նշած անցակետի հետ կապված տվյալներ չկան, որ ունենամ անպայման։ Իրանի սահմանից եւ Թուրքիայի սահմանից անելու ինչ քայլեր են իրականացնում։ Դե տեսնում եք, Իրանի հետ սահմանին անցած տարի տեղի ունեցավ, շատ մեծ բաներ որ տեղի ունեցած է իդեպ Հայաստանի համար։ Չգիտեք, սահմանը չէ, անցակետն է միայն։ Սահմանում էլ ներգրավեցին Հայաստանի Հանրապետության սահմանապահ ծառայությունը, սահմանապահ ծառայության ծառայողները, դա էլ էր բավական մեծ առաջընթաց կարելի ասել, որովհետև ցանկացած պետություն, նորից եմ ասում, ինքը ուզում է, որ իր սահմանի, իր մաքսակետերի հսկողություն ինքն անձամբ իրականացնի։ Եվ պարոն Ալեքսանյան, ինքնիշխան Հայաստանում արգելվեց իրանցիներին հավաք անցկացնել։ Երևանի քաղաքապետարանը նախ տվել էր, արտոնել էր, հավաքը անցկացնել, գիտություններ ընդունել իր ազեկման մասին հայտարարությունը, հետո չեղարկել էր, եւ սա հետաքրքիր է, որ Իրանի դեսպանի հայտարարությունների ֆոնին է, որ ասում է Հայաստանի իշխանությունները թույլ մի տվեք դեսպանատան դիմաց բողոքի ցույցեր անեն, ինչ եղավ, որ հանկարծ Ես այդ կոնկրետ այդ թեմային շատ չեմ տիրապետում, ձեր ասածից իրական տեղեկացա, որ նմանատիպ բան ա տեղի ունեցել, պետք է հասկանալ, բայց սրա հետ մեկտեղ նաև պետք է հասկանալ, որ դեսպանատների մոտ ակցիաները որոշակիորեն իրանց մեջ նաև նրբություններ են պարունակում։ Ու շատ երկրներ դա կարող է այլ կերպ ընկալեն։ Իհարկե, բայց ասեք։ Հայաստանում է դա, Երևանում է, այդ դեպքում օրինակ Ռուսաստանի դեսպանատան մոտ են գնում միտինգներ են կարողանում մարդիկ անել, բայց այստեղ հետաքրքիրն է, որ Իրանի դեսպանի հայտարարությունը որևէ կերպ կարող է Ես ասում եմ, ես ամբողջությամբ չեմ տիրապետում այդ իրավիճակին, պարոն Կիրակոսյան, քանի որ ոչ վարչապետի չպասպիսն եք նայել, ոչ էլ դրահոս է վերջին օրերից։ նայել եմ։ Ձեր ասած տեղեկատվությունը երբ է, պարոն Կիրակոսյան, որ չեն թույլ տվել։ 5 շաբթի օրվանից քննարկվում է։ Ինչն է քննարկվում, որ թույլ չեն տվել, թե որ թույլ են տվել։ 5 շաբթի օրվանից ձեր ասած քննարկվում է, որ թույլ են տվել։ Հիմա դուք ասում եք, դե ասում եմ, դրան չեմ տիրապետում արդեն, դուք ասում եք դրանից առաջ։ Պարոն Ալեքսանյան, մեկարծ հայ-թուրքական հարաբերությունների մասին, վերջերս Թուրքիայի գործնախարար Հական Ֆիդանի հայտարարություններից ելույթից հետո ընդդիմադիր շրջանակներում այսպես որակեցին, որ միջամտություն է երկրի ներքին գործերին, ըստ որոնց իբր ներկայիս իշխանությունները Թուրքիայի համար նախընտրելի իշխանություններ են։ Այս մասին ինչպես եք։ Դե նախ մանիպուլյացիա տեղի ունեցավ հերթական անգամ, որովհետև Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որտեղ վերջինս նշել էր, որ ողջունում է Հայաստանի վարչապետի խաղաղությանը եւ ենթակա կապուղիների ապաշրջափակմանը ուղղված ջանքերը ողջունում է, նշվել էր, թե իբր
ասվել է, որ ողջունում են այն փաստը, որ վարչապետը հարցումներով առաջատար է, ինչը աբսուրդ է, նման բան չի ասվել է դրա հակառակը, իսկ բուն հայտարարությունը ողջունելի է միանշանակ, որովհետև շատ ու շատ լավ է, երբ որ Թուրքիայից գալիս են դրական ազդակներ, երբ որ Թուրքիայից ասվում է, որ Հայաստանի իշխանության խաղաղությանն ուղղված ջանքերը ողջունվում են Թուրքիայից, եւ ոչ թե հակառակը, երբ որ օրինակ Թուրքիայից պիտի գա հոխորտանք, Հայաստանից ի պատասխան գնա հոխորտանք, ու դրա վերջը լինի պատերազմը։ Դա շատ ավելի նախընտրելի բան է։ Ձեր ընդդիմադիր գործընկերները, պարոն Ալեքսանյան, Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող ցանկացած ազդակ մեկնաբանում են ի վնաս Հայաստանի եւ մասնավորապես նախընտրական այս շրջանում են ձեր ընդդիմադիր գործընկեր պարոն Լևոն Քոչյանը օրերս հայտարարել է, որ գալիք համապետական ընտրություններում ժողովուրդն ունի ընտրության երկու հնարավորություն կամ իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը կամ այդ ապագան տնօրինելու են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Պարոն Քոչյանը պետք է ընդհանրապես ասել, որ իր ապագան տնօրինելու մենաշնորհը Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերցրել է 2018-ին, երբ իր հայրիկի ու Սերժ Սարգսյանի համընդհանուր կոնգլոմերատին ուղարկեց թոշակի։ Դրանից հետո Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինքն է տնօրինում իր ապագան ու ինքն է տնօրինում իր ճակատագիրը։ Ու այլևս հետընթաց դեպի իրանց երանելի ժամանակները Հայաստանի Հանրապետությունում երբեք չի լինելու, բայց ինչ վերաբերում է այդ արտաքին տնօրինումներին եւ մնացածին, եթե Հայաստանում կամ առհասարակ աշխարհում ինչ որ մի հատ sense արձան դնեին, որպես կոթող դրսից կառավարվող ինչ որ ղեկավարներին, ինձ թվում է պարոն Քոչարյանը, Հայր Քոչարյանը այդ արձանի բնորդը լինելու շատ մեծ հավակնություններ պիտի որ ունենար, քանի որ դժվար է գտնել ուրիշ մեկին, ով այդքան ավելի կմարմնավորեր դրսից իր պետության կառավարումը։ Պարոն Ալեքսանյան, կարելի է ենթադրել հարցի շարունակություն որպես ձեռքբերության, որ համապետական ընտրություններում, մասնավորապես Հայաստան խմբակցության կամ, չգիտեմ, դրա շուրջ ձևավորվելի քաղաքական դաշինքի օրակարգը, նարատիվը լինելու է թուրք-ադրբեջանական թեմատիկան, որ հայ ժողովրդին նորից վախեցնելու են թուրքերի, ադրբեջանցիների կերպարով եւ ընտրությունը լինելու է կամ ընտրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանին կամ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Դե ախր հասկանում եք խնդիրը որն է, որ ի սկզբանե այդ պարադիգմը հնարած է ու իրանք այնքան անհեռատես են, որ չեն հասկանում, որ մարդիկ հասկանում են, որ այդ պարադիգմը հնարած է։ Այսինքն այդ երկընտրանքը որպես այդպեսին չկա։ Եթե Հայաստանի ինքնիշխանության ու չինքնիշխանության մեջ է երկընտրանքը, ինչը եւ այո այդպես է, ապա իրանք ինքնիշխանության կողմում չեն այդ երկընտրանքի, այլ կտրուկ հակառակը։ Ու վերադառնալով նորից ձեր հարցին, որ շատ վատ են զգացել, որ Թուրքիայի արտգործնախարարը ինչ որ դրական ու խաղաղության ուղղությամբ տարվող ջանքերը ողջունող հայտարարություններ տարել, ակնհայտ է, որ այդ մարդկանց Աստվածչյան իշխանության գալու պարագայում նրանք ամեն ինչ անելու են, որ Թուրքիայից դեպի Հայաստան գա պատերազմի սպառնալիք, որ Հայաստանից դեպի Թուրքիա եւ Ադրբեջան գնա պատերազմի սպառնալիք, եւ որպեսզի Հայաստանի Հանրապետության զինվորները գնան ու զոհվեն այդ հոխորտանքների արդյունքում ցակած պատերազմներում, որպեսզի մի հատ էլ մի ուրիշ տեղից էլ մի փրկիչ կա ու Հայաստանի Հանրապետությունն էլ վերջնականապես կորցնի իր անկախությունը։ Դա լինելու է իրանց պլանը, որը որ իրանք պետք է իրագործեն, քանի որ չեն կարա չիրագործեն, որտեղ իրանք Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերը չեն սպասարկում, իրանք Հայաստանի Հանրապետության ժողովրդին չեն ծառայում։ Իրանք ծառայում են կոնկրետ այլ պետությունների եւ այդ այլ պետությունները Հայաստանի նկատմամբ լրիվ այլ ծրագրեր ունեն։ Խնդրեմ։ Պարոն Ալեքսանյան, նույնիսկ համատեղ հայտարարության մեջ այն տրամադրությունը կա, որ մինչև խաղաղության պայմանագիրը չկրկնվի, մինչև հայ-թուրքական հարաբերություններ չհաստատվեն, դրա իրագործումը թերական է։ Թրիպի մասին եք խոսում։ Այո, թրիպի մասին է խոսքը։ Իսկ Ադրբեջանը շարունակում է նախապայմաններ, սահմանադրության փոփոխության հետ կապել խաղաղության պայմանագիրը։ Այդ առումով Չէ, ես չեմ կիսում ձեր կարծիքը, որ մինչև նա չլինի, ես թրիպի մասով մասնավորապես շրջանակը չի իրականացվի գործողությունների, որովհետև նման բան ուղիղ գրված չի, ու ես ձեզ ուզում, չէ, դուք եք ենթադրում, ես օրինակ նման բան չեմ կարդում տողատակերում ձեր ասածը, ու շատ մարդիկ փորձագետներն էլ չեն կարդում ձեր ասածը, բնականաբար խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը կարևորագույն պայման է,
Բնականաբար Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական կարգավորումը կարևորագույն պայմանը եւ բնականաբար այդ ամեն ինչը գալու է ու լրացնելու է, փոխ լրացնելու է ու հզորացնելու է թրիփ ծրագիրը որպես այդպեսին։ Բայց ասել, որ մեկը մյուսից ուղիղ ենթադեր կամ մեկը առանց մյուսի լինել չի կարող, ես այդ կարծիքին չեմ։ Ես կարծում եմ, որ բնականաբար մեկը մյուսով շատ ավելի ուժեղ ու շատ ավելի լավ կլինի, բայց մեկը առանց մյուսի լինել կարող է, բայց բնականաբար մենք օր առաջ, րոպե առաջ ուզում ենք, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն։ Ու ձեր ասածինի պատասխան, որ կա որոշակի հնչողություն Ադրբեջանից եւ այլն, ես ուզում եմ հիշեցնել, թե մենք ինչ վիճակում էինք սրանից Հայաստանի Հանրապետությունը, ինչ վիճակում էր սրանից 1 տարի առաջ ու ինչ էր գուժում խորհրդարանական ընդդիմությունը։ Ուղիղ 1 տարի առաջ այս օրերին ընդդիմությունը ասում էր, ձև չկա, հեսա պատերազմ ալնելու։ Ձև չկա, ուղղակի եկեք նայենք, այդ նիստերը հետ տանք ու նայենք։ Ասում էր ձև չկա պատերազմա լինելու, ձև չկա արտատարածքային միջանցքա լինելու, այս ինչ եք դուք անում, ոնց կարա sense բան լինի, հեսա ուր վրա է պատերազմը սկսելու է, նույնիսկ բաներով, սոցիալական ցանցերով օր, ամիս, ամսաթիվ, մարտին ալնելու, ապրիլին ալնելու, դες տարածում էին։ Հիմա ասում են դե գիտեք ինչ կա, այդ թրիփը որ ստորագրել եք, դրա 3-րդ տողի 4-րդ միջակետի 5-րդ ստորակետից հետո մի երկու նյուանս էս կողմ, մի երկու նյուանս այն կողմ, բա ինչի է Հայաստանի Հանրապետությունը այդ կառուցապատումը իրականացնելիք ընկերությունում ընդամենը 26% փայատեր եւ ոչ թե 100% փայատեր կամ 80% փայատեր։ Ասում եք, որ բանակցող եք եւ բրճոն եք ստացել։ Էսա կասեմ։ Ստորակետ վերջակետը մի կողմ, բայց այդ փաստաթղթի մեջ հստակ ձևակերպված է, որ միջև հայ սահմանապահները լինելու են գրասենյակներ եւ ոչ Front office նկատի ունեք։ Front office-ում եւ այնտեղ չեն աշխատելու հայեր, լինելու է երրորդ երկրի ներկայացուցիչ, երրորդ կողմի ներկայացուցիչ։ Սա արդեն Նախ գրված չի, որ չեն լինելու հայեր, կներեք։ Գրված է, որ լինելու է front office եւ back office։ Հիմա այդ front office երրորդ կողմ։ Ժորժ ջան, որպես այդպեսին այդ front office-ում ես ասում եմ կարա ընդհանրապես մարդ նստած չլինի։ Լինի սկաներ, Ամերիկայում ես սրա մասն անդադ խոսում եմ, մենք վերջերս գործուղման էինք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեաժողով մեր պատվիրակությամբ, ունտեղ օդանավակայաններից մեկում ուղղակի Ամերիկա չեք սարքել երկիրը, որ հիմա Ամերիկայի հետ եք զուգահեռներ տանում։ Ամերիկան մեկ օրում չի կառուցվել, պարոն Կիրակոսյան։ Մոտեցնում ես քո անձը հաստատող փաստաթուղթը, ինքը սկանավորում է դա, հետո սկանավորում է քո դեմքը, ու այդ գործառույթը, որը պետքա մարդը սենց իրականացնի, այդ մի սարքը իրականացնում է։ Մյուսը բեռների սկանավորումը, այդ արդեն ամբողջ աշխարհում շատ ընդունված բան է, որ բեռները սկանավորում են սարքերի միջոցով։ Ես նկատում եմ, կարա եւ այդպիսի տարբերակ լինի, որտեղ առհասարակ առանց ազգության ռոբոտներ ու մեքենաներ լինեն այդ տարածքում, ու դա հիմա տենց ինչ որ մեծ քրիտիկական խնդիր չի, դա հակառակը առաջընթաց է, որին պետքա գնալ եւ ոչ թե որից պետքա խուսափել։ Ունես մտահոգությունը լինա, որ Իրանում տարբեր սցենարներ կարող են տեղի ունենալ, ամենավատար սցենարը եթե տեղի ունենա, դա վտանգ կսպառնա ոչ միայն Թրիպին, այլև Հայաստանին, որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ են հարցնում, այդպիսի սցենարի դեպքում Հայաստանին ինչ վտանգ կարող Կներեք, հեչ բան չի էլի։ Հեչ լավ դաշտ չի գուշակություններ անել մեր հարևան ու մեր նկատմամբ դրական ու մենք էլ իրենց նկատմամբ դրական տրամադրված պետության ինչ որ ապոկալիպտիկ սցենարների մասին մենք հույս ունենք, որ բոլոր գործընթացները Իրանում կունենան խաղաղ ընթացք եւ խաղաղ ընթացքից զատ այլ էքսեսներ որպես այդպեսին այնտեղ չեն լինի, իսկ ձեր նշածը եւ այլն նման հանրային դատողություններ անելը եւ մնացածը կարծում եմ անշնորհակալ գործ է եւ դե հիմա ես ասում դրա մասին հանրային դատողություններ անելը շատ անշնորհակալ ու շատ վատ գործ է, խնդրեմ։ Շփի տեխնիկական բովանդակությունը ներկայացվեց պարոն Ալեքսանյան, այդ բովանդակությունը արդյոք գալիս է վերջակետ դնելու բոլոր այն շահարկումներին, որ ինքնիշխանության զիջում կա, գիտեք այդ անխոչդոտ բառը միջև հիմա շահարկվում է, որ սա միջանցք է, այսինքն այս փաստաթուղթը արդյոք գալիս է վերջակետ դնելու բոլոր այդ շահարկումներին եւ մանիպուլատիվ հատկապես այդ։ Վերջակետ դնելու եկել էր արդեն իսկ օգոստոսի 8-ի համաձայնագիրը, բայց մարդիկ կան, որ ակնհայտորեն հայերենի գրության, հայերենի քերականության ու առհասարակ հայերեն տեքստերի հետ խնդիր ունեն որպես այդպեսին ու վերջակետը իրանք այդքան էլ լավ չեն հասկանում ու դրա համար գուցե այդ վերջակետից հետո մի քանի վերջակետ եւս անհրաժեշտ լինի, որպեսզի կոնկրետ այդ մարդիկ, ովքեր հայերենի իմացության շատ լուրջ խնդիրներ ունեն, այդ ամեն ինչը հասկանան։
Եվ ապա շրջափակման դրամաբանության մեջ պարոն Ալեքսանյան, տեսեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին էլ առաջարկել, որ եթե իրենք ուզում են մասնակցություն ունենալ, կարող են վերականգնել Ղազախ-Իջևան, Գյումրի-Կարս երկաթուղու այդ հատվածները։ Հիմա ուզում եմ հասկանալ, արդյոք ռուսական կողմից պատասխան կա եւ որքան ժամանակ հետո հայկական կողմը արդեն ինքը, այսպես ասած, կնախաձեռնի, որ սեփական միջոցներով եւ ջանքերով վերականգնի այդ երկաթուղին, թե սպասելու ենք ռուսական կողմի պատասխանին։ Վերջին անգամ, երբ մենք փորձել ենք հետաքրքրվել, եթե չեմ սխալվում, չէ, այդ ժամանակ երբ մենք հետաքրքրվել էինք, պատասխան դեռ չկար, հիմա չգիտեմ գուցե եղել է, բայց եթե լիներ կիմանայինք մյուս կողմից, ու սա էլի շատ կարևոր բան է։ Եթե ուզում եք, ձեզ մտածում եք, որ դուք տարածաշրջանային process-ներից դուրս եք մնում եւ այլն, ուզում եք ներգրաված լինեք, հարգելի գործընկերներ, խնդրեմ, լայն դաշտ կա Հայաստանի երկաթուղիները, կներեք, Հայաստանի երկաթուղիները Հայաստանի ինքնիշխանության մարտիկ Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ ամբողջությամբ հանձնվել են Ռուսաստանին կառավարման, ճիշտ է, դե կառավարեք, կառուցեք այդ երկաթգծերը, վերականգնեք այդ երկաթգծերը ու ներգրավեք process-ներում։ Հիմա Հայաստանի իշխանությունն ինչ անելու, նստելու է սպասի ռուսական կողմի պատասխանին, թե եթե տեսնի, որ այս պայմանավորվածությունների համապատասխան ներդրումները չեն անում, այդ պայմանագիրը լուծարեն երկաթուղու կառավարման։ Ես պայմանագիրը լուծարելը շատ ռադիկալ քայլ կանվանեի որպես այդպեսին ու բայց չէ, ես դա շատ ռադիկալ քայլ կանվանեի, բայց իմ անձնական երբ որ պայման կա եւ չի կատարվում։ Արեգ ջան, այնքան պայմաններ կա, որ չեն կատարվում ու դրան տենց գլուխը բռնած ինչ որ հիստերիկ արձագանքներ տալու շռայլությունը պետությունը իրեն չի կարող թույլ տալ, պետությունը այլ ավելի հավասարակշռված ու ավելի հանդարտ ձևով է ընթանում ու եթե տեսնենք, որ ամեն դեպքում այդ արձագանքը չկա, այդ ամեն չկա, իմ անձնական կարծիքը որպես այդպեսին կայանում նրանում, որ պետքա Հայաստանի Հանրապետությունը ինքը կառուցի եւ ինքը կառավարի կոնկրետ այդ հատվածները առնվազն, եթե էլի, բայց սա ինչ որ սա կանդել է ձեզ, պարոն Ալեքսանյանը, շատ սուսպեկ խոսում, առաջ ավելի սուր էի արտահայտվում նման հարցերում։ Առհասարակ ինձ թվում է բոլորս էլ մի քիչ չէ, բոլորս է բավականին ավելի սուսպ ենք դարձել վերջին տարիներին, որտեվ կյանքը բոլորից շատ բան է սովորացրել, բայց Սալավյովի պես հարթուղեղը չի կարող ինչ-որ մեկին զսպել Հայաստանի Հանրապետությունում, որտեվ Սալավյովը իր բնույթով հարթուղեղը ինքը կարա իհարկե ընդդիմությանը շարի, ռազվոդանի առավոտները երեկոյան անվանական չի տանի, քանի որ մեր ընդդիմությունը կոչումով ավելի ստորադաս է Սալավյովին, ես այդպես եմ ենթադրում ու Սալավյովը իրանց համար գուցե ինչ-որ մի հատ հեղինակությունը կամ բան է, բայց Սալավյովը իմ համար ու իմ ընկալմամբ հարթուղեղ մի արարած է, որին լուրջ ընկալել, որից զսպվել կամ որի ասածներին ինչ-որ մի, չգիտեմ, տենց մեծ նշանակություն տալ։ Լուծաբանի դիրքորոշում, թե սա ենթատեքստով պաշտոնական Մոսկվայի մտադրությունների մասին էր։ Այդ հարցին թող պաշտոնական Մոսկվան պատասխանի, էլի կներեք, ես պաշտոնական Մոսկվայի խոսնակը չեմ, այդ առումով թող Տիկին Զախարովան ջանք գործադրի եւ բարձաբանի պարոն Սոլովյովի խոսքերը, վստահ եմ իրանք իրար լավ են հասկանում։ Պարոն Ալեքսանյան, դուք դեկտեմբերին ինչքան գումար եք ստացել աշխատավարձ եւ պարգևավճար միասին։ Եթե իհարկե բաց թափանցիկ ժողովրդավար եք եւ քաղաքացիներին չեք ստիպի գնալ այդ էթիկայի հանձնաժողովի բարդ կայք ուսումնասիրել, որպես ընտրված իշխանության ներկայացուցիչ մի թիվ կհնչեցնեք, թե ոչ։ Բարդ բան չկա որպես այդպեսին, կայքը շատ պարզ է, առավել քան պարզ է, մտնում ես անազգանունը, հավաքում ես ամբողջ հայտարարագրերը գալիս է առաջը, դու այդ ամբողջ հայտարարագրերը ուսում։ Ձեզ վճարողներին ասել ինչքան եք ստացել։ Կհայտարարագրեմ, հարգելի գործընկեր, կհայտարարագրեմ, որտեվ դրան ասելու ձև կա, կներեք։ Պետությունը ու առհասարակ քաղաքակիրթ հասարակությունները մտածել են պաշտոնյաների եկամուտները հարցնելու եւ իմանալու շատ քաղաքակիրթ ու շատ ողջունելի մի ձև։ Մտնում ես ոչ թիվ ասեց քաղաքակիրթ չէր։ Քաղաքակիրթ է։ Ես էլ հետևեք օրինակին ասեք։ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որ ստորագրել է այդ որոշումը։ Այսինքն ինքը ընդհանուր խոսում է պետական բյուջեի տեսանկյունից։ Ես այդ որոշումը ստորագրողը չեմ։ Որ այդ թիվը չհնչեցնեք, ճիշտ եմ հասկանում։ Չէ, ես հիմա այս ամեն ինչը պատմեմ, որպեսզի դուք հասկանաք, թե որն է ճիշտ ձևը այդ բանը բացելու։ Եթե այդ դաշտ ենք մտնում, ուրեմն այնտեղ առանձին չի նշվում, այսքան գումարը աշխատավարձ, այսքանը պարգևավճար։ Մի հատ ընդհանուր թիվ է նշվում աշխատավարձ եւ կներեք։ Հա, որտեվ դուք աշխատավարձի չափը չգիտեք պատգամավորի։
Այսինքն դուք ուզում եք ինձ համոզել, Նարեկ ջան, որ դուք падգամավորի, չէ, մի վարքյան, դուք հիմա ինձ ուզում եք ասել, չէ, բա դուք ինչի՞ համար եք, բա դուք ինչի՞ համար եք, որ քաղաքացին պետք է ինքը մտնի։ Դուք ասեք, Ասում բա դուք ինչի՞ համար եք, որ մտնեք այդ ամեն ինչը։ Բաց եւ թափանց։ Այո, նաև ձեր, բա չգիտեք, որ ձեր հույսով ենք բաց ու թափանց։ Դե հիմա ես հարց եմ Դա ժողովրդավարական ինստիտուտ է լրագրությունը, Նարեկ ջան, բա իհարկե ձեր հույսով ենք։ Դե ասում եմ, այդ համապատասխան կարգը բացում եք համապատասխան կայքը, այնտեղ ներկայանում եք այդ թվերը ու մնացածը։ Այս թեման էլ ինքը ես չեմ կարծում, որ այդ աստիճանի ինչ-որ մի հատ այնց մեծ թեմա է, հասկանում եմ ինքը ուտվում է, բան է արվում։ Գուցե 3.5 միլիարդը ձեզ համար ոչինչ Ինչ միլիարդ։ Ինչ 3.5 բյուջեն Այդ նկատի ունեք ուսուցիչներ, նկատի ունեք առաջի կարգի մասնագետներ, նկատի ունեք փողոց մաքրող տատիկներ, նկատի ունեք, հետ եմ ասում, նկատի ունեք, չգիտեմ, ստացած Սրբի Գալյան, 11 միլիոն ստացած Նիկոլ Փաշինյան, 3 միլիոն ստացած Վահագն Ալեքսանյան եւ այդպես շարունակ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ստացել է 11 միլիոն դրամ, այսինքն այնքան է ստացել, ինչքան միջին վիճակագրական ընդդիմադիր լրատվականի խմբագիրն է վերջի ամիսներին պրեմիա ստացել կայքը Սամվել Կարապետյանի ծախելու դիմաց։ Անձամբ Սամվել Կարապետյանին, գուցե չէ, այլ նրա աջակիցներին։ Խնդիր եք տեսնում, թող իրավապաները զբաղվեն։ Կներեք, բայց ինչ խնդիր։ Բայց ով ասում խնդիր, ազատ շուկայական հարաբերությունները։ Հիշում պետ բյուջեի Չէ, հիմա ծախսերը ոնց քննարկման ժամանակ։ Բա ինչի՞ չհիշենք։ Արդյոք ընդդիմադիր լրատվական դաշտում կա այսպիսի նարատիվ։ Այդ ինչն է փոխվել, որ այսքան աշխատավարձեր, այսքան եւ այլն։ Ես ասում ընդդիմադիր լրատվականների կյանքի որակն է փոխվել։ Օրինակ, ամենավառ օրինակը, որը տեսանելի է Խիստ։ Ալեքսանյան հարկատիներին ասելու եք ի վերջո արեք հեսա։ Դե 5 անգամ ասեցիք, Նարեկ ջան, ինչի՞ չեմ ասելու։ Ֆիքսենք, որ հիմա չեք ասում, հետո հայտարարագրով Դա քաղաքացին դրա կարգը անձնական եկամուտների եւ մնացածի դա է։ Լավ, պարոն Ալեքսանյան, այսպեսի միտք ասում են, այն մասնավոր են գնում բանը, պետական համակարգում աշխատավարձերը ցածր է, միլիոններ է պատտվում մասնավոր դաշտում, այ որպեսի պահենք այդ լավ մասնագետներին, պարգևավճարներ ենք տալիս, խրախուսում ենք։ Հիմա մասնավոր որ ընկերություններն օրինակ ձեզ մի քանի միլիոն անոց աշխատավարձ կտային, որ դուք այստեղ ձեզ պարգևավճար են տալիս, որ դուք չգնաք, չգայթակղվեք մասնավորի աշխատավարձին եւ մնաք եւ պետության։ Անկեղծ ասած շուկան չեմ ուսումնասիրել, բայց ուսանող նման բան որ Բայց ի՞նչ է նշանակում չկա ասում։ Ես շուկան չեմ ուսումնասիրել։ Մենք ունենք գործընկերներ, որոնք օրինակ Հակոբ Արշակյանը գիտեք որ Էլ Արշակյանը 1 Չէ, Հակոբ Արշակյանը գիտեք որ որոշումը կայացրել է եւ բանը արել, դուրս է եկել առհասարակ։ Գիտեք որ օրինակ իմ քայլի ժամանակ մենք ունենք падգամավոր ընտրված, բայց մանդատը չվերցրած գործընկեր, ով որ մնաց IT-ում, որովհետև այնտեղ աշխատավարձը իրեն շատ ավելի հաճելի էր։ Գործողներից էս դեկտեմբերին ստացած։ Նարեկ ջան, ես օրինակ ուսանող կներեք էլի, ես ուսանող ժամանակ դա տենց միջև 17 թվերն էր տենց մոտավորապես այդ ընթացքում միջինացված հաշվարկով իհարկե որոշակի տենց այդ ժամանակվա կտրվածքով նորմալ գումար ստանում էին, ժամանակվա կտրվածքով մոտ $1000, եթե չեմ սխալվում, բայց դա բան էր տենց ուսանողական տուրիստական եւ այլն նմանատիպ։ Տենց օքեր մասնավորապես, տենց ինչ բան էր, նորմալ էր, դրանից հետո արդեն միանգամից երբ մտա քաղաքականությունը, տենց առանձնապես չեմ ուսումնասիրել շուկան, բայց վստահ եմ անգործ չեմ մնա։ Եթե այդ է ձեր բանը, մտավախությունը, որ կարող է հանկարծ падգամավորները էլ падգամավոր չլինեն ու անգործ մնան, չէ, անգործ չենք մնա, Նարեկ ջան։ Բարձրագույն կրթություն ունենք, Հայաստանից դրսում ենք սովորել, ներսում ենք սովորել, Նարեկ ջան։ Լեզուների ենք տիրապետում, Նարեկ ջան։ Ընդհանրապես բան չի։ Այդ մտավախությունը չունենք, որ հանկարծ կարող է պարապ մնանք ու անգործ մնանք։ Բայց այ օրինակ, եթե Հայաստանում բանը լինի, որպես այդպեսին, այս կոնկրետ օլիգարխիկ նախկին ընդդիմությունը Հայաստանից մի պահ վերանա, վստահ եմ մի շարք լրագրողներ ուղղակի անգործ կան, ոչ դուք։ Մեկ այլ Նարեկի, պարոն Ալեքսանյան, բայց Կարապետյան հրավիրել էիք բանավեճի, բայց կարծեք բանավեճը չկայացավ, այս ընթացքում տրվել է ողջամիտ պատասխան, թե որն է բանավեճից խուսափելու։ Դե ողջամ ում կողմից պատասխան, եթե իր կողմից, որին հրավիրել էիք բանավեճի եւ մեր ձևով շարժումը, որի համակարգողն էր Նարեկ Կարապետյանը, տարեվերջին տեղի ունեցած համաժողովի ժամանակ ազդարարել էր, որ մոտ ժամանակներս կհայտարարեն, թե որն է լինելու իրենց վարչապետի թեկնածուն։ Պարոն Ալեքսանյան, ունեք կանխատեսում, թե որն է լինելու Սամվել Կարապետյանի հետ աֆիլիացված քաղաքական նոր ձևավորվելիք ուժի վարչապետացուն, որը իդեպ պատրաստ է աշխատել 1 դրամով։ Եթե ընտրվի։
Բայց նախ Տիկին Ջեբեջան այդ միկրոֆոնը խի են կոմ տարակ։ Այս պարտավորավճարների թեմայով պետք է Հա, իստված Կարապետյաններից որ հարցրին դրա համար էր, բայց իստված որ Կարապետյաններից հարցրին դրանով էր։ Բայց կներեք ձեզ ինչ լրագրողը որ հատվածն է գրում, որ հատվածը չի գրում։ Բայց այսինքն ձեզ ինչ։ Լրագրողն անկախ է, ինքը որ հատվածը Նարեկ ջան, այսինքն դուք ուզում եք բան անեք, դուք լինեք, չէ, մի րոպե, չէ, տենց չի, չէ, ոնց թե ինչա նշանակում ձեր ինչ գործ։ Դե այսինքն նշանակում որ լրատվությունը բան է, հա տենց ինչա ունի։ Նույնն է, ինչ չգիտեմ, տաքսի քշելը կամ բան է։ Հանրային պատասխանատու աշխատանքը իրավունք ունեմ հարցնելու։ Չունեմ իրավունք հարցնելու։ Ռեպորտաժը անում։ Հա չունեմ իրավունք հարցնելու։ Պատասխանես դրա համար պատասխանես բավարարվեցի, էլ չշարունակեցի։ Իրավունք չունեմ հարցնելուց մեզ ասես։ Չէ, դուք այն շեշտադրման բան արեցիք, հարցրեցիք, որ լրագրողները բան են, պարտավոր են։ Չէ, պարտավոր չէ։ տվյալներով, բայց Վանեցյանի հետ էին, հենցա որ Դե այդ վերջի տվյալներով չէր, դա ի սկզբնակ է, դա ի սկզբանե տվյալներով է։ Չէ, բայց կարակ այդ տվյալները բան անեք, ինչ որ մի բան անեք, ասեք, բացեք լրատվականի ֆինանսավորումը, հասկանանք որտեղից է ֆինանսավորվում ձեր լրատվականը, այլ գուշակումներից անցնենք մի կողմ, Տիկին Ջեբեջան։ Դժվար չի ինձ թվում, այսա մենք օրինակ հայտարարագրում ենք մեր պարգևավճարները, աշխատավարձերը եւ մնացածը։ Դուք էլ օրինակ հրապարակեք, թե ոնց է բացվել Tribune AM կայքը, օրինակ ով է ֆինանսավորել, որ այնտեղ տաղավար է սարքվել, ոնց է։ Գիտեք, քաղաքական դաշտին ինձ բան դրեք, օրենսդրության մեջ դրեք, որ չկարողանան այդ բոլորը անել։ Ինչը չկա։ Քաղաքական դաշտին չենք կարա դնենք, ոնց դնենք։ Մարդը փող ունի, տալիս է։ Հիմա մեր խնդիրներն է, որ քաղաքացիները իմանան ով այդ փողը տալի։ Չէ, դա արդեն այլ հարց է, բայց վերադառնալով ձեր հարցին, ինչի Նարեկ Կարապետյանը չեկավ բանավեճի ու ինչ պատասխան տվեց, պատասխան չտվեց, բայց ես կտամ այդ պատասխանը, որտեղ վախեցավ։ Ակնհայտորեն վախեցավ ու դա էլ ավելի ապացուցվեց այն բանից հետո, երբ սկսեց այդ բանը, էլի, շղթան որպես այդպեսին, վարչապետի աշխատակազմի ծախսերը համեմատեց թագավորությունների ծախսերի հետ, թագավորական ընտանիքների ակնհայտ է, որ այդ մարդիկ դիսկոմֆորտ կզգան ցանկացած մի պայմաններում, երբ ինչ-որ մեկը ուղղակի կարա հենց այդ նույն պահին հակադարձի ու ինչ-որ մի հատ ճշմարտություն մտցնի այդ խոսակցության մեջ, բայց ինչևէ վախեցավ, դա նորություն չէր, առհասարակ գիտեք, որ Սամվել Կարապետյանն էլ իր էությամբ քաղաքականապես է շեշտում են վախկոտ մարդ է, որովհետև երբ որ օրինակ Ռուսաստանում էր 44 օրյա պատերազմներ, այդ մարդը մեծ հայտարարություն տարածեց, որ օրինակ կար տարածել Շվեյցարիայի ԱԳՆ-ն, տենց երկու կողմերին կոչ արեց գնալ ու նստել բանակցությունների սեղանին, որ երկու կողմերին, տենց ոչ մի դատապարտող խոսք Ադրբեջանի հասցեին, ոչ մի Հայաստանի սատարող խոսք, մարդ ուղղակի երկու կողմերին կոչեց, որտեղ վախեցած էր իր բիզնեսի եւ մնացածի համար, դրա մեջ վատ բան չկա, բայց վատ բան կա, երբ որ դրանից հետո փորձում ես դառնալ Հայաստանի Հանրապետության գաղափարական առաջնորդ էին ասում, հա, տենց մի բան, ինչևէ Վարչապետի տեխնացունը ձեզ ով է լինելու, իսկ ինչ տարբերություն։ Այդ 1 դրամով աշխատելու հետ կապված էլի, 1 դրամով աշխատելու հետ կապված։ Գիտեք, որ վերջերս հեծում որոշ բաներ, որ նախկինում այլ ձևով էին ընթանում, գործարքներ, օրինակ միացումները, երբ որ տալիս էին Երևան քաղաքում, դա արժեր 277,000 դրամ։ Երբ որ դու նորակառուցում օրինակ տուն էիր առնում, այդ տան հոսանքի միացումը պետք է արժեր 277,000 դրամ։ Հեծում նշանակվեց ժամանակավոր կառավարիչ, պետությունը արդեն ստանձնեց կարելի ասել հեծի կառավարումը, հայտարարվեցին մրցույթներ, եւ ով զարմանք, միանգամից այդ գինը իջավ 90,000 դրամով Երևան քաղաքում։ 90,000 դրամով։ Այսինքն մի քաղաքացին իր սեփական տան միացումը 90,000 դրամ ավելի էժան միացում է տալիս որպես այդ։ Հիմա ես ինչ եմ առաջարկում, ասում եմ, եկեք 2018-ից սկսած մինչև 2026 թվականի այս հունվարի 1-ը հեծը ինչքան տենց ավելի 90,000 դրամ վերցրել է, քանի տասնյակ հազար քաղաքացուց այդ 90,000-ը փաստացի ավել է, էլի դուրս է գալի, որովհետեւ մրցույթ հայտարարվել ավելի էժան կլներ։ Ինչքան ավելի 90,000 վերցրել է հեծը, դա ենթադրում է միլիարդների մասին է խոսքը։ Այդ գումարը տվեք ինձ ամբողջ կյանքս մի դրամով կաշխատեմ Հայաստանի Հանրապետության համար։ Վատ առաջարկ կա, կարծում եմ վատ առաջարկ չի։ Հələ տենանք էլի այդ հաշվարկները, այդ բարեգործ մարդիկ, որ ասում է մենք մի դրամով կաշխատենք, դա միլիարդները արդեն բան են արել առանց մրցույթի այդ գնումներն արել են, այսինչ նայել են, իրենց փոխկապակցված ընկերություններին թանկով տվել են այդ տենդերները, մի դրամով կաշխատենք, ինչ բարեհոգի եք։
Շրջանառվող անուն է Կարեն Կարապետյանը, պարոն Ալեքսանյան։ Ես չեմ որ պետքա մեզ մրցակից համարեմ ինչ որ մեկին, բոլորը կարող են իրենց մեզ մրցակից համարել, իսկ թե ով կլինի խորհրդարանական ընդդիմությունը կորոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ով կլինի իշխանությունը, ելի կորոշի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչ համամասնությամբ որ որոշի, այդ համամասնությամբ էլ ամեն ինչ կլինի։ Մեկին հրանտալ մրցակից չունեք։ Բոլորն էլ մրցակից են։ Որպես ենթադրյալ պոտենցիալ վարչապետի թեկնածու շրջանառվում է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, որը պետք է փաստորեն նորից վերադառնա վարչապետի կարգավիճակով։ Ռեալ համարում եք, որ նա 2018-ին տեղի ունեցածից հետո քաղաքական նման քայլի արկածախնդրությամբ։ Դե մարդը Սերժ Սարգսյանի մոտ վարչապետ է աշխատել, հետո փոխվարչապետ է աշխատել Սերժ Սարգսյանի մոտ, գիտեք որ Սամվել Կարապետյանն էլ խիստ փոխկապակցված է Սերժ Սարգսյանի, նրա եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Հիմա իրանք թե այդ իրանք կոնկրետ Կարապետյանը, Սերժա Քոչարյանական այդ ընդհանուր կոնգլոմերատիզում կկարգեն առաջի համար, դա ընդհանրապես էական չի իմ կարծիքով։ Էականը այն է, որ սա նույն կոնգլոմերատն է, որ այս անգամ ուղղակի նոր դեմքով է ներկայանում ու մի քիչ ավելի շատ փողով։ Պարոն Ալեքսանյան, մամուլում տեղեկություններ կան, որ կաթողիկոսը որոշել է եպիսկոպոսատ ժողովը Հայաստանից դուրս անցկացնել, նշում են, որ պատճառը իշխանությունների սկսած հակաեկեղեցական արշավն է, դուք ինչպես սա կմեկնաբանեք։ Դե եթե Գեղարդից է արդեն մասունքներ հանելու տարել երկրից դուրս, բնականաբար ոչինչից էլ զարմանալ պետք չի։ Մենակ պետքա ուշադիր լինել, որ գրպանը գցած ինչ-որ մի հատ սուրբ մասունք էլի չտանի, ինչ-որ իր անգերներից մեկին նվեր տա։ Էդ է։ Խնդրում եմ, որ մեր մաքսավորները ուշադիր լինեն, հասկանան, թե ինչ են տանում այդ մարդիկ իրանց հետ, գուցե մեր եկեղեցու սուրբ մասունքներից էլի ինչ-որ մի բան են տանում, Գեղարդի մասունքի պես տանեն ինչ-որ մեկին տան։ Չգիտեմ, ինչ-որ մեկի հարսանիքին կամ ինչ-որ մեկի քեֆ ուրախությանը տանեն շաբաշան են, ասենք, ինչ-որ մի սրբություն նրանցից սպասելի է։ Բայց ասեցին դա Գեղարդը չի եղել, Գեղարդի նման Չէ, ասեցին Գեղարդի մանրակերտն է եղել։ Փշուր են ըստ այդ Հասկանում ես, հարգելի Նարեկ, մի բան է ինչ որ այս պարկետից փշուրը, մի բան է այս պատից փշուրը, ու լրիվ ուրիշ բան է Քրիստոսի հետ ուղիղ կապ ունեցած մասունքից փշուրը։ Առհասարակ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար ամենասուրբ մասունքներից մեկն է այդ Գեղարդը, հասկանում ես։ Ասենք խոսքը բանի մասին չի, ինչ որ չգիտեմ, շախմատի մասին չի, ինչ որ փայտե ձեռագործ արձանի մասին չի, ինչ որ մի տենց բանի մասին չի, սրբագույն մասունքի մասին է խոսքը։ Բայց որը մարդիկ մասնատել են ու նվիրել են ինչ որ մեկին։ Բայց որ որոշվել է այնուհանդերձ ըստ այսօր մի հրապարակման այդ ժողովը եպիսկոպոսատ ժողովը դրսում անցկացնել, սա ինչ է նշանակում, ինչու մայրաթորում դա չանել։ Դե մարդու եղբայրը KGB-ի ագենտ է։ Հիմա չգիտեմ կոնկրետ որ ուրիշ օտարերկրյա ծառայությունների հետ համագործակցում, այդ անցկացման վայրն էլ գուցե ինչ-որ մի բան կհուշի, որտեղ կփորձի նա անցկացնել, բայց նա չունի այդ իշխանությունը, ինչպես տեսակ դատարանը վարույթ ընդունեց եւ հայցի ապահովման միջոց կիրառեց մասնավորապես Մասյալ-Սոտնի թեմի առաջնորդի հետ կապված, ես կարծում եմ ավելի հետաքրքիր վճիռներ գուցե առաջիկայում լինեն, ել ավելի հետաքրքիր հայցեր լինեն Հայաստանի Հանրապետության դատական համակարգում։ Հետ կապված։ Կտրիչի եւ նրա որոշումների հետ կապված առհասարակ, ինչ ես կարծում եմ, որ հենց էսա ճիշտ ճանապարհը, որպես Հայաստանի Հանրապետության դատարանը քննի ու հասկանա թե ինչի մասին է խոսքը, համադրի կանոնադրությունը, կանոնագիրքը եւ համադրի կայացված որոշումները, տեսնի թե դրանք ինչքանով են իրար համապատասխան։ Բայց եթե պետությունը ճանաչում է հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը, դատական իշխանությունը ինչ ազդեցություն կարող ունենալ, որ բացառիկ դերը ճանաչելով կարող է բացառիկ ազդեցություն ունենալ հարգելի Նարեկ։ Հայաստանի Հանրապետության ներսում գտնվող ցանկացած սուբյեկտ ընդդատյա է Հայաստանի Հանրապետության դատարաններին։ Երբ որ վարչապետն է, կապ չունի ով է անձից վերանանք, վարչապետն է հայեցողական պաշտոններ ունեցողներին ազատում անակ նախարար եւ այլն։ Դա վերջ այդ մարդիկ չեն գնում դատարան։ Այ հենց խնդիրն նույնն էլ թեմի առաջնորդն չէ, այ հենց խնդիրն է նա,
որ Հայաստանի Հանրապետության վարչապետ օրինակ եթե ունենար անհամատեղելիություն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի հետ, այդ ձեր ասածը այսպես չէր հնչի առնվազն։ Օրինակ կհնչեր այսպես. արդյոք իրավունք ունի մարդ, ով իրավունք չունի լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, կայացնել այս կամ այն որոշում։ Օրինակ եթե պարզվեր վաղը, որ վարչապետը ունի այլ երկրի քաղաքացիություն, երկքաղաքացիա, չէի կասի ոնց է որոշում կայացնում այս մարդը երկքաղաքացի։ Հիմա նույնն էլ եկեղեցում է։ Մարդը ունի անհամատեղելիություն ու չի կարող որոշում կայացնել, նրա բոլոր որոշումները պիտի վիճարկվեն ու համարվեն առ ոչինչ։ Բայց ոնց կանգնեց Նիկոլ Փաշինյանի այս ասած գործընթացը, հանդիպումներ չկան Կճոյանի, Էլբեկ Քարամյանի եւ մյուսների հետ, այդ քարտեզից ինչ կետեր են կյանքի կոչվում, կարծեք թե ոչ մի բան։ Ես կարծում եմ նորմալ ընթանում է process, ամեն ինչ շատ Վարկ այդ խորհրդում բան։ Ոչ, պարոն Կիրակոսյան։ Ինչի՞ Բայց ես չեք աղոթում, թե Սուրբ Գիրքը միջև վերջ չեք կապել։ Հավակնություն չեմ ունեցել ընդգրկվել այդ խորհրդում, բայց ինչև է, ես կարծում եմ ավելի ճիշտ, ավելի լավ ընթացքով է հիմա գնում այս ամեն ինչը, ու տեսնում եք դատարանում վճիռներ, պետք է այս ուղղությամբ շարժվել ու այս ուղղությամբ նայել։ Հիմա թե Կտրիչ Ներսիսյանը կոնկրետ ինչ ջղաձգումներ կունենա սրա հետ կապված, դա էլ հարց։ Իսկ մինչև խորհրդարանական ընտրություններ ռեալ համարում եք, որ օրինակ Ազատի Բեհարյանը Ես կարծում եմ մեծ հաշվով արդեն այս դատական որոշման հետ կապված արդեն մեծ հաշվով դա էական էլ չի։ Պարզապես այդ թեմում քահանաներն իրենց աջակցությունն են հայտնել նոր նշանակված թեմի։ Դե մենք արդեն լսել ենք էլի թե այդ քահանաների աջակցությունը ոնց է լինում։ Մենք դրա մասին շատ պատմություններ ենք լսել։ Երկու կողմն էլ նույն ձևն է օգտագործում, հա, եւ դուք եւ իրենք։ Մենք որ ձևն ենք օգտագործում։ Ինչ իմանամ, էլի մի խումբ քահանաներ։ Դե հիմա չէ, օրինակ Տեր Նաթանի հեռախոսազրույցի ձայնագրությունը մեզ ցույց տվեց, թե որ ձևն է օգտագործվում Կտրիչ Ներսիսյանի կողմից։ Նույն Գևորգ Սրբազանը հայտնեց, թե որ Կտրիչ Ներսիսյանը կոմպրոմատներ է պահում քահանաների վրա։ Այդ ամեն ինչ փաստ է, չէ՞։ Գիտեք, Արտուր Վանեցյանն էլ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների հետ կապված նշեց, որ գիտենք ում վրա ինչ կոմպրոմատ կա, դե ձեր ժամանակ ԱԱՑ տնօրեն եղել, երևի ծանոթացել է այդ տվյալներին։ Դե մեր ժամանակ ԱԱՑ տնօրեն շատ կարճ է եղել, որ հասցներ ինչ-որ մեկի վրա կոմպրոմատ հավաքել, երևի նախկինում հավաքած ինչ-որ բաներ ա տեսել կամ լսել, բայց չգիտեմ, ես չգիտեմ։ Ես կոմպրոմատների հետ առնչություն չունեցած ու չունեցող մարդ եմ, հույսով եմ այդպես էլ կշարունակվի ամեն ինչ, բայց եթե մարդը պնդում է, ենթադրում եմ ինչ-որ մեկից առաջադրանք է ժամանակին ստացած եղել դա հավաքել, կամ կտրիչն է գուցե ինչ-որ մի առիթով ցույց տվել ում վրա ինչ ունի։ Բայց ես կարծում եմ դա նորմալ գործելավոճան է, Գևորգ Սրբազան մի կարևոր բան է ասած, կտրիչը այն հայտնի տեսանյութը առաջին ուղարկած է եղել եպիսկոպոսներին միջև հրապարակվել։ Այդ ֆիքսեցիք։ Հա։ Այդ փաստը ֆիքսվեց, ասենք առհասարակ ինչ որ մեկի կողմից արձանագրվեց այդ փաստը։ Դա շատ կարևոր փաստ էր։ Դա այսինքն այն ամբողջ բանը, որ գնում էր մամուլով, ու բացի այն, որ մի մասը ասում էր ընդդիմադիր քաղաքական դաշտում, ասում էր այո, ապրի արշակը ցույց տվեց, որ իսկական տղամարդ է այդ տեսանյութով, մյուս մասն ասում էր, ես լկտի իշխանությունները գաղտնադիտել եւ այլն, պարզվեց կտրիչն է այդ ամեն ինչը։ Ինչև է։ Դա վատ թեմա է, արժի դրանից չխոսել։ Ես կարծում եմ Փաստը, պարոն Ալեքսանյան, որ փաստորեն եկեղեցում ծառայել են եւ շարունակում են ծառայել բարձրաստիճան սպասավորներ, որոնց վրա հատուկ ծառայությունները ունեն կոմպրոմատներ, խնդրահարույց։ Չէ, անկախ նրանից, թե այդ բացեստումա օրինակ բանը եզրասը ոնց է հավաքագրվել։ Չէ, հիմա հիշում եք չէ ժամանակին ինչ էին ասում էին մենք դիմացել ենք սովետական KGB-ին եւ այլն, ու սա ասում են այս կտրիչենց թևի եկեղեցականները, հետո եզրասի այս փաստաթղթի հանրայնացումը ցույց տվեց, թե ոնց են դիմացել։ Պարզվեց չեն դիմացել, միացել են ճնշումներին, ոչ թե դիմացել են ճնշումներին, հակառակվել են ճնշումներին, բան են արել, կեղեքվել են այդ ճնշումներից, այլ հակառակը միացել են ճնշողներին ու ճնշել են այն մնացածին։ Բանը իմ մասին չեք խոսում, այդ ինչպես է ստացվում, որ ԱԱՑ-ն, բոլորի ԱԱՑ-ն, բոլորի հարկերից գոյատևող ԱԱՑ-ն միայն իշխանության լրատվական միջոցի այդ օրինակ հարցումներին է պատասխանում։ Երբ մենք ենք ուղարկում հարցումներ, ասում ենք, «Էլ ինչ
կան գործակալներ, ասում են, ոչ թե ասում են, չէ, չկան, ասում են պետական գաղտնիք է, չեմ Մենք կարող էլ ենք բազում հարցումներ Ինչպես է ուղարկել, որոնց տրվել են հարցը պատգամավորն է, եթե Չէ, կարելի է։ որովհետև իշխանական լրատվամիջոցի անուն շոշափվեց, հոլովեց, հարգելի Իսկ գործընկեր։ հիմա պարոն Ես պարոն Կիրակոսյան- Ալեքսանյանից լավ կպաշտպանի ձեզ։ Ես հարցումն էլ ես եմ ուղարկել, ուստի հարց Պարոն Կիրակոսյան, միջանկյալ ես վստահ չէ, ես ասեմ ինչի խնդրալուց։ Լյուստրացիայի մասին օրենք ընդունեիք, սենց հարցեր։ Լյուստրացիայի մասին օրենքը անիմաստ է ասեմ։ Աշխարհի ամենաանաչառ լրատվամիջոցին պատասխանում է, այլ մյուս Ես անկեղծորեն ձեզ բան եմ ասում, ես բազում անգամներ ա եղել, որ հարցազրույցների կամ ուղղակի խոսակցությունների ժամանակ CVKM-ի մեր գործընկերները օրինակ այս հարցը հակառակ կողմից են ինձ տվել, ասել են ինչի է, որ այս մեկի հարցումներին պատասխանում են ընդդիմադիր լրատվականների հարցումներին պատասխանում են, մեր հարցումներին չեն պատասխանում կամ ուշ են պատասխանում։ Լինում է։ Նենց էլ է լինում, նենց էլ է լինում, նենց էլ է լինում, նենց էլ է լինում։ Ու որ նայեք էլ դա, դա տենց նորմալ է դա, մեծ հաշվով։ Բայց եթե ես հորդորում եմ բոլորին անպայման պատասխանեք բոլոր լրատվականների հարցումներին, եթե դա պատասխանելու պարտավորություն ունեք օրենքով։ Մի նայեք լրատվականը իշխանականը, ընդդիմադիրը, նորաթուխ ընդդիմադիրը, շատ հարուստ ընդդիմադիր թևից է, միջին հարստության ընդդիմադիր թևից է, օլիգարխիկ ընդդիմադիր թևից է, թե ուղղակի մարգինալ ընդդիմադիր թևից է։ Պատասխանեք բոլորի հարցումներին։ Ալեքսանյան քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված Civilnet-ի հրապարակում եմ կարդում, մեր ձևով շարժման անդամները պաշտոնապես գրանցել են Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ըստ էության ձեր հիմնական մրցակիցներից մեկն է լինելու այս կուսակցությունը, ինչպես կմեկնաբանեք։ Դե ես կարծում եմ, որ վաղկոտներով հավաքվել ու Ուժեղ Հայաստան կուսակցություն հիմնելը չգիտեմ ինչքանով է բան։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջամարտիկ Նարեկ Կարապետյանին էլի հրավիրում եմ բանավեճի, հուսով եմ հերթական անգամ չի վախենա, չի փախչի այդ բանավեճից, որովհետև Ուժեղ Հայաստանը բանավեճից փախչող ու բանավեճից վախեցող առաջնորդներ ունենալ չի կարող, ինչ են ակնել։ Դե, դա ասում եմ էլի, մա եթե շատ փախած մնան, կարան այդ փախած տարբեր տեղերից, տարբեր նկուղներից ինչ ասես ասեն, դա չի իրական, ձեզ նույնպես։